Պարոն Հայրապետյան, ընդամենը նիստի ավարտից հետո մի քանի հարցադրումներ էինք ուզում ուղղել Վարդան Ղուկասյանին, Մեղադյալը պատրաստ էր հարցադրումներին պատասխանել, բայց չգիտես ինչու լարվածություն ստեղծվեց, արդյունքում ձեզ քաշքշեցին, ինչ տեղի ունեցավ, ինչ էր կատարվում։ Դուք բոլոր տեսակ եք, ես իմ իրերն եմ հավաքում, որպեսզի գնան։ Ոստիկանը չգիտեմ որտեղից փախածի նման բռնե փաստաբանին քաշքշում է։ Ասեք ինքը ով է որ փաստաբանին, ընդ որում ես իրեն չի նայում։ Ինքը ով է որ փաստաբանին քաշքշի ինչ է ինքը չգիտեմ ուր է գնում։ Որպեսզի գնար դեպի պարոն։ Հա, բայց դա իմ խնդիրն է։ Հա, բայց դա իմ խնդիրն է, թե իրենց ինչ հրահանգ են տվել, թե որտեղից որ կետից որտեղ պետք է վազվզը։ Պարոն Հայրապետյան, եւ նկատում ենք գրեթե բոլոր նիստերից հետո, երբ փորձում ենք հարց ուղղել պարոն Ղուկասյանին, նա պատրաստական է, հա, քաղաքական բոլոր գործընթացի վերաբերյալ հարցերին պատասխանել, բայց վերջին շրջանում ոստիկանները այսպես ափալ-թափալ ցանկանում են հեռացնել, սա փորձ է նա բերանը փակելու։ Սա լրացնելը Վարդան Ղուկասյանին փորձել են լրացնել ֆիզիկական ազատությունից զրկելով եւ փորձում են առհասարակ նրա խոսքը լրացնել, թեկուզ 1-2 վար, թե ինչքան են վախենում այդ խոսքից, որ նման վարկագ իրենք են լարում այս վիճակը։ Իրենք են լարում վիճակը, երբ անձը չգիտեն էլ անձը ինչ է ասում, կարող է անձը ասում էր բարև ձեզ տեսություն։ Հարցակում են անձի վրա։ Հա, բայց պատրաստ է Մեղադրյալը մի քանի հարցերի կապ չունի իրենց վարկագից այդպես վազվզելով, Մեղադրյալին քաշելով, տանելով կամ պաշտպանին քաշքշելու իմաստը ո՞րն է։ Դուք այս մասով որևէ գործողության դիմելու եք, պարոն Հայրապետյան։ Մի հատ գնայեմ, հավանաբար չէ, վիճակը հետևյալն է, ժողովուրդ ջան։ Դուք այսօր իմ հայտարարությունից լսեցիք։ Այո։ Եթե անձը ում ձեռքի տակ են հանրապետության բոլոր ուժային լծակները, ով կարող է ինչպես անձնապես, այնպես էլ ինստիտուցիոնալ առումով ճնշում գործադրել ցանկացած անձի վրա, որ Վարդան Ղուկասյանի օգտին օրինական որոշում կկայացնի կամ օրինական գործողություն կկատարի։ Այդ փաստը ֆիքսելուց հետո արտար դատականություն մի կակնկալեք որոշումից։ Եթե որևէ մեկը Վարդան Ղուկասյանի օգտին գործողություն, օրինական գործողություն կատարելուց առաջ պետք է մտածի, թե երկրի թիվ 1 ուժ ունեցող պաշտոնյան իրեն ինչ է ասելու կամ իր հետ ինչ է անելու, ինքը երկար կմտածի, գնա օրինական որոշման կայացնելու, թե աշկը փակի եւ անցնի մի կողմ։ Խոսքը սրա մասին է։ Այսինքն Վարդան Ղուկասյանին այսօր լրացրեցին, պաշտպանին քաշին, չքաշին, դրանք 10-րդ անգամ բաներ են, երբ որ արդեն երկրի վարչապետը իր վարկագծով ցույց է տվել, որ Վարդան Ղուկասյանը եւ Վարդան Ղուկասյանի քերական գործի հետ կապված ցանկացած անձիկ գտնվում են իր թիրախում եւ ինքը այդ անձած թիրախավորելը ըստ իր քաղաքական ճաշակների եւ ըստ իր անձնական նկատառումների։ Այս հանգամանքը ֆիքսված է, սա ես ոչ ենթադրում եմ, սա ֆիքսել է հենց երկրի վարչապետը, ես չեմ ֆիքսել։ Երկրի վարչապետն է սա ֆիքսել իր հայտարարությամբ, երբ որ Վարդան Ղուկասյանի պաշտպանին վիրավորել է միայն նրա համար, որ ինքը պաշտպանում է Վարդան Ղուկասյանին։ Սա բավական է, ավել բան պետք չէ։ Հիմա եթե որևէ մարդ գա ինձ եւ կասի թե որ գիտեք ինչ, երկրի վարչապետն է, այստեղ դատարանն է, մեկը մյուսի հետ կապ չունի, ես կասեմ ստեսություն միամիտ ջան։ Հավատացի, բայց էլ մենք շարունակեք ձեր միամիտ զրույցները, ընդամենը սա կարող եմ ասել։ Պարոն Հայրապետյան, հաշվի առնելով հանգամանքը, դուք գիտեք ունեցաք այդ հանգամանքները նշեցիք, թիրախավորում, փաստաբան, դատական համակարգ, ճնշումներ, դատական համակարգը, գործը կցվեց ընդհանուր, ձեր հայտարարությունը կցվեց ընդհանուր գործի։ Բացի դրանից այլ գործողություններ չեք։ Նայեք, այդ հայտարարությունը ոչ այդքան ներքին իրավապահ համակարգի համար էր, որ կան միջազգային այցանների համար է։ Մենք այնպես չէ այդ հայտարարությունը արում, ակնկալում ենք, որ հենց հիմա ինչ որ բան փոխելու։ Ոչ, դա պետք է ֆիքսվի, այսինքն առնվազն այսօրվանից սկսած իմ համար առնվազն վերջնականապես արտար դատականություն անհնարինությունը իմ համար ֆիքսված է։ Իսկ իրական գործով առնվազն կասկածները, որոնք կան, դրանք չեն հերքվի, իշխան կուզե հարգարժան դատան ասի, որ ինքը անկախ է։ Ինքը ազնապես կարող է շատ բարձր որակներով, մարդկային պրոֆեսիոնալ որակներով անձ է, սրա մասին չէ խոսքը։ Խոսքը ինստիտուցիոնալ ճնշման մասին է։ Դրա համար մենք դատավորին բացարձ չենք հայտնում, որովհետև որ դատավորներ կա, ինքը նույն ճնշման ներքո է, համակարգն է ճնշման մեջ, ոչ թե անձը։ Եթե խնդիրը անձնական հարաբերություններն էր, կխնդրենք անձին հեռանալ, այլ անձ, որը չունի այդ հարաբերությունները, գալ մասնակցել, բայց խնդիրը անձը չէ։ Մենք չենք կարող դատավորին ասենք դուք մի քննեք, մենք գնանք մի հատ այլ դատարան ստեղծենք, ով վարչապետից չի վախենա գա այս գործը քննի, անհնար է դա։